Բարև սիրելի ժողովուրդ, հայրենակիցներ, ճիշտն ասած մենք իրազեկված ենք ձեր իրավունքների խախտմամբ եւ պատրաստակամություն ենք հայտնել այստեղ խմբակցության падգամավորներով ես եւ պարոն Գևորգյան Արգիշտի տեղում լինել մեր քաղաքացիների կողքին, շատ քիչ խնդիրների ծանոթ ենք, գիտենք ինչ խարդախության եւ անօրինականությունների զոհ են դարձել մեր քաղաքացիները, պատրաստ ենք լսելու քաղաքացիներին, իրենց ուզող այս դժվարին պահին իրենց կողքին լինելու եւ մեր ունեցած համանadrական գործիքակազմով փորձենք բարձրաձայնել եւ հետեւական լինենք, որպեսզի շատ քիչ մեր դժվար քաղաքացիների իրավունքները փորձենք վերականգնել։ Մեր այցի նպատակը դա պատրաստ ենք տեղում, եթե իրանք դեմ չեն քաղաքացիները առանձին խումբ դելեգացիա կազմեն, ովքեր կոմպետենտ են, խնդրից ծանոթ են, ընդունելու, լսելու, բնականաբար նաեւ Հեսա տարածքը մոտավորապես 20 մարդու կարող ենք մենք ընդունել տեղում լսել, աշխատասենյակում, նաև պատրաստ ենք, եթե իրանք դեմ չեն, իհարկե ոտքի վրա 20 Հիմա մենք փորձենք բան անել, այստեղ տեղում հենց կարող ենք ընդունելությունը կազմակերպել, կարծում եմ, այստեղ բան չկա, եթե անգամ ինչ-որ փորձեն խոչընդոտել, մենք կարող ենք դրսում մեր գույքագրել այդ խնդիրները, այնպես չի, որ շենքային պայմանները մեզ համար այդպես ուժ կարևոր է խնդրին ծանոթանալն է, փոխադարձ կապ հաստատելն է եւ քաղաքացիների իրավունքներով անանել, առաջ գնալն է, դա կաբինետային պայմաններ այդքան մեզ շատ են չի բանալի, կարևորը մեր այցի նպատակը խնդրին ծանոթանալն է եւ լուծում տալն է։ Նրանք պահանջում են Կենտրոնական բանկի նախագահի հրաժարականը, ազգային ժողովը այս դեպքում ինչ կարող է անել կոնկրետ ընդդիմադիրություն պատմում։ Կենտրոնական բանկի նախագահին կարծում եմ ազգային ժողովի падգամավորներ ընտրել եւ նա որպես խորհրդարանական երկիր պարտավոր հաշվետվությամբ ներկայանալու խորհրդարանական ազգային ժողովի падգամավորներին իր հիմնավորումներն իհարկե եթե բալի մենք գրավիրենք քննարկումների, լսումների, սա խորհրդարանական երկիր է եւ մեծ հաշվով գործադիր մարմինը եւ առավելից կենտրոնական բանկի նախագահը հաշվետու է ազգային ժողովի падգամավորներին